Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, սերիալում լարվածությունը չի նվազում, ավելին նոր զարգացումները միայն խորացնում են առեղծվածն ու հերոսների ճակատագրական բախումները։ Հենց այն պահին, երբ թվում է, թե հերոսները վերջապես կգտնեն հանգստություն, սյուժեն կրկին շրջադարձ է անում և հեռուստասերիալում հայտնվում է նոր կերպար, նրա ներկայությունը ցնցելու է բոլորին։ Այդ մասին տեղեկացնում են հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ հրապարակվել է նոր լուսանկար դերասանուհի Նոնա Սաֆարյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում է Սառային։ Հեռուստադիտողներին հետաքրքրում է մի հարց՝ ով է նոր հերոսը և ինչու է նա հայտնվում հիմա։ Նոր կերպարը, ում անունը դեռ գաղտնի է պահվում, առաջին հայացքից կարող է անծանոթ լինել հանդիսատեսին, բայց պարզվում է, որ նա սերտորեն կապված է գլխավոր հերոսներից մեկի անցյալի հետ։ Նրա հայտնվելը ստիպում է շատերին վերանայել անցյալի իրադարձությունները, քանի որ նա կրում է իր հետ ճշմարտության վտանգավոր մասնիկներ։ Հնարավոր է, որ այս հերոսը կապված լինի հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի կամ նույնիսկ անցյալից եկող մարդկանց հետ։ Նոր հերոսների հայտնվելը փոխում է ոչ միայն քրեական գիծը, այլև Ռեբեկայի կյանքը։ Եթե նախորդ սերիալներում թվում էր, թե նա վերջապես կգտնի խաղաղություն, ապա Արամի հետ հարաբերությունները լրիվ այլ ընթացք են ստանում։ Չնայած սկզբում նրանք իրար հետ սառն էին ու կոպիտ, Արամը զգում է, որ Ռեբեկան ոչ թե սառն ու անտարբեր է, այլ ուղղակի վախենում է նորից վստահել մարդկանց, հատկապես երբ Գոռը նրան ասում է, որ հորը ընդամենը ժամեր անց է կորցրել։ Սակայն նոր հերոսի հայտնվելը կարող է խանգարել այս զարգացող սիրավեպին։ Արդյոք Արամը կկարողանա պաշտպանել Ռեբեկային, թե նրա մութ անցյալը կկործանի նրանց հարաբերությունները։ Դիանան դեռ շարունակում է իր մութ խաղերը, մինչ բոլորը զբաղված են Միսակի մահվան գործով, նա որոշելու է կրկին հարվածել Սարոյանների ընտանիքին։ Արդեն պարզ է դառնում, որ նա կապ ունի ավելի շատ հանցագործությունների հետ, քան սպասվում էր։ Նա հասկանում է, որ եթե շատ շուտով չգործի, ապա իր բոլոր հանցանքները կբացահայտվեն, և հենց այդ պահից սկսվում են նոր վտանգավոր իրադարձությունները։ Էլկան պահանջում է, որ հոր մահվան մեղավորները պատասխան տան, սակայն նա դեռ լիովին վստահ չէ, թե ինչ է ուզում։ Սարոյանն էլ հասկանալու է, որ անցյալում սխալ է թույլ տվել ու որոշում է ամեն ինչ անել, որ Դիանան բացահայտվի։ Սակայն Դիանան զգում է, որ նրա վրա մեծ ճնշում է սկսվում ու սկսում է ավելի վտանգավոր քայլեր ձեռնարկել։ Արդյոք նոր հերոսի հայտնվելը կօգնի բացահայտել Դիանային, թե կավելացնի ինտրիգները։ Նոր հերոսի մուտքը սերիալի վերջին մասերում կարող է փոխել ամբողջ պատմության ընթացքը։ Եթե նա եկել է անցյալի վրեժը լուծելու, ապա հավանաբար նա կթիրախավորի գլխավոր հերոսներից մեկին։ Հնարավոր է, որ նա բերի գաղտնիքներ, որոնք փոխելու են բոլորի պատկերացումները անցյալի մասին։ Նա կարող է լինել ինչ-որ մեկի կորած հարազատ, ով եկել է արդարություն վերականգնելու, կամ գուցե մեկ, ով թաքցնում է մի մեծ գաղտնիք, որ կարող է ամեն ինչ տակնուվրա անել։ Եվ վերջապես մնում է գլխավոր հարցը՝ արդյոք այս նոր կերպարը փրկիչ է, թե կործանիչ։ Ամենահետաքրքիր ու դրամատիկ իրադարձությունները դեռ առջևում են, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք նաև ձեր կարծիքները, ինչ եք կարծում, ով է լինելու նոր հերոսը։ Ընդամենը մի քանի րոպե անց ձեզ կներկայացնենք, թե որ սիրված դերասանն է միանալու հեռուստասերիալի դերասանական կազմին և ինչ կերպարով է նա հանդես գալու։ Գրեք ձեր կարծիքները նաև հեռուստասերիալի մասին, կերպարների ու դերասանների։ Գրեք, թե որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ հեռուստասերիալում իրադարձությունները գնալով էլ ավելի են լարվում։ Գարիկը գնացել է ոստիկանական բաժանմունք տվել ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հասկանում է, որ որդու կյանքն իսկական դժոխք է դարձրել։ Բնականաբար նա փորձում է օգնել որդուն, սակայն Արմանը այլևս չի ցանկանում Էլկայի կողքին լինել։ Նա հայտնվել է երկու քարի արանքում՝ մի կողմում սիրած աղջիկն է, իսկ մի կողմում հայրը։ Բնականաբար նա Էլկային սիրում է բոլորից շատ, սակայն նա որդի է, ում հայրն այս պահին գտնվում է
ծանր իրավիճակում, բնականաբար զգացմունքները խառնվել են իրար, և Էլկան նրան գրկում է և նույն պատասխանը չի ստանում։ Արդյոք նրանց հարաբերությունները սառելու են, թե Արմանն ու Էլկան երջանիկ են լինելու միասին, ցույց կտա ժամանակը։ Մյուս կողմում էլ Գոռը պնդում է, որպեսզի Դիանան ասի ճշմարտությունը, որտեղ է Սարգիսը։ Դիանան շատ լավ գիտի, որտեղ է Սարգիսն անհետացել և ինչ պայմաններում, և շատ շուտով Դիանայի բոլոր կատարած չարագործությունները բացահայտվելու են, բայց մինչ այդ Դիանան հարվածելու է Սարոյանի ընտանիքին վերջին անգամ։ Ինչի համար և ինչպես, կիմանաք շատ շուտով։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային զարգացումները դեռ առջևում են։ Գոռի համար էլ շատ մեծ բացահայտումներ է սպասվում քրոջ մասին, իսկ Գոռն ու Սարայի հարաբերությունները մնալու են անկանխատեսելի։ Ով է հայտնվելու Սարայի կյանքում և ինչ դեր է ունենալու Գոռի ու Սարայի հարաբերությունների մեջ, ցույց կտա ժամանակը։